չեմպիոնի հետն է։ Հայ ֆայթինգ մրցաշարը կրկին Հայաստանում է այս անգամ MMA-ի եւ ըմշամարտի մրցապայքարներով, իսկ հայ մարզիկները տպավորիչ հաղթանակներ են տոնել։ Ընդ որում Դավիթ Խաչատրյանը պարզապես ֆանտաստիկ էր։ Չլսված բան հայկական սպորտի պատմության մեջ մի փոխեք ալիքը։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը Դավիթ Խաչատրյանի եւ Ղազախստանի ներկայացուցիչ Սերիկ Սուրմախամեդի մենամարտն էր, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաեւ Ասիայում։ Ղազախ մարզիկը բավականին հայտնի մարտիկ է ու նրան երկրպագելու համար բազմաթիվ մարզասերներ էին ժամանել նաեւ Ղազախստանից։ Մենամարտը MMA-ի ձևաչափով էր։ Դավիթը շատ արագ գետնեց մրցակցին, մի քանի ուժգին հարվածաշար ու Սերիկը հանձնվեց։ Բայց այսքանով ութանկյունում հակամարտությունը չավարտվեց։ Ղազախ մարզիկն ասաց, որ սա իր ոճը չէր եւ նա առաջարկում է ռևանշ, մերկ բռունցքներով մենամարտ։ Դավիթը հենց տեղում ընդունում է առաջարկը ու 30 րոպե անց մարզիկները կրկին ութանկյունում են, այս անգամ մերկ բռունցքներով մենամարտով։ Ռիսկը մեծ էր, առավել ևս, որ Ղազախ մարզիկը հիմնականում մենամարտում էր հենց այս ոճում, իսկ Դավիթը նման պատրաստվածություն այս պահին չէր անցել։ Այսուհանդերձ ծանր պայքարում Դավիթ Խաչատրյանը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։ Դավիթ ջան, պատմության մեջ այսպիսի բան չէր եղել, որ մենամարտը ավարտվի, մի մենամարտ հետո եւս մեկ մենամարտ ու ընդ որում հաղթանակ։ Իսկ թվում է, որ պայմանավորվեիք հեծանիվ էլ քշեիք, միևնույն է հաղթելու էիք։ Ախպեր, ես իմ առաջինը շատ հեշտ ստացվեց, առաջինը իմ ձևով էր, երկրորդը իրա ձևն էր։ Պրոստը, որ իրան էլ չնեղացնեմ, իքնել հյուրա, չնայած մեծ խոսում են, եթե կոնֆերենցիան լսել եք, եղել եք կոնֆերենցիային լսած կլեք։ Շատ մեծ խոսում էր։ Համ մնաց կպա, համ իմ ձևով գրեցի, համ իրա ձևով գրեցի, որ ավելորդ խոսակցություններ չլի։ Ես համ սպորտսմեն եմ, համ բայեց եմ, չգիտեմ, պիտի իմ գործը ինձ դուր է գալի, ես պրոստը չեմ աշխատում նրանով, իմ սիրած գործով եմ զբաղվում, սենց ասեմ։ Դավիթ, պրես կոնֆերենցիայի ժամանակ անընդհատ պնդում էր, որ պետք է Կուլաշնի բռնցքամարտ լինի, Կուլաշնի մենամարտ լինի։ Չէիր համաձայնում։ Ազարտը վտանգավոր չէր, ազարտ կար այստեղ, այդտեղն էլ շատ ուժեղ էր Կուլաշնի բռնցքամարտից։ Դե դա շատ ուժեղ է էս էր, դե փաստորեն ես իրանից ուժեղ էի։ Երկրպագուները հերթական անգամ քեզ ոգևորեցին, բայց դու ինքդ նշեցիր նաև պարտավորեցնող էր։ Այնց պարտավորված եմ զգամ Հայաստանում, որ իմ պարտությունը Հայաստանում գիտես ոնց կլինի, որ խփեն կամ անջատվեն, բան չջոգեն, կամ էլ խեղդեն, քնցնեն, այդպես ինչ-որ մի բան։ Ես ինձ թվում է մեծ չխոսամ, ինձ թվում է կյանքում ունես չի լինի, որ ձեռս խփեմ, ավելի լավ է ձեռս ժարտեմ, ոտը ժարտեմ, քիթը ժարտեմ, չհանձնվեմ, այդքան պարտավորված եմ զգում Հայաստանում կռիվանալուց։ Դավիթ, մի առիթով ասացիր, որ բոլորից երիտասարդ ես։ Ինչ ես անում այդքան երիտասարդ մնալու համար։ Պրոստը լավ պարապում եմ, օրինակ եմ ծառայեմ, այսպես մալադոյ սերունդի համար։ Եվ ինչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր հետագայում հանդգնելու են հայկական հողի վրա մենամարտ անցկացնել, միջազգային այսպիսի մենամարտ, որովհետև շատ պարտավորեցնող է ու շատ կարևոր է հայի հաղթանակը։ Ինչ խորհուրդ կտամ, որ եթե կամքի ուժ չունեն, եթե վախում են, եթե ստիպված կամ ուզում են այդպես պրոստը փող աշխատեն, թող այդքան իրաց համար գործ ճարեն աշխատեն։ Իսկ եթե սիրում են, սիրելով զբաղվում են, պարապում են, եթե շատ ուզում են ու այդպես շատ էլ ուզելու նման պարապում են, ամեն ինչի կհասնեն։ Պետք է ամենակարևորը տղաներն կամքի ուժ ունենան։ Դավիթի մրցակիցն է, ես երբևէ կյանքիս մեջ այսպիսի բան չէի տեսել, որ երկու մենամարտ լիներ։ Ամեն դեպքում ռևանշը կայացավ, քո ցանկացած մենամարտը եղավ, դա ամեն դեպքում տղամարդություն էր նաև քո կողմից։ Давид красавчик. Вначале я вообще не хотел с ним драться, потому что он очень приятный. Դավիթը հիանալի մարզիկ է։ Նրա մարդկային որակները հաշվի առնելով ես նույնիսկ չէի ցանկանում նրա հետ մենամարտել։ Արտաքինից նա կոպիտ է, բայց բարի սիրտ ունի, լավ հոգի ու լավ բնավորություն։ Ես նրան ասել եմ, որ Ղազախստանում նա եղբայր ունի։ Любое время пусть звонит, я приеду, встречу его, помогу чем смогу. Առաջին անգամ պրոֆեսիոնալ ըմշամարտում ուժերը փորձեց Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը։ Մրցակիցը սիրողական MMA-ում աշխարհի չեմպիոն դարձած Բագդադ Ջուբանիշն էր,
բայց դա չխանգարեց մեր մարզիկին պարզապես ճաֆրել ութանկյունում։ Նա ոչ մի շանս չտվեց մրցակցին, փոխարենը գրեթե անհնար էր հաշվել Արսեն Հարությունյանի վաստակած միավորները։ Մեկը մյուսից գեղեցիկ հնարքներ, մրցակիցը պարզապես կորցրել էր գլուխը։ Արսեն ջան, շնորհավորում եմ տպավորիչ հաղթանակի կապակցությամբ, իսկապես շատ տպավորիչ ելույթ էր։ Երևի 40-ից ավելի միավոր վաստակեցիր, սպասում էիր, որ այսպիսի սպարինգ կլինի, սա քո համար սպարինգ էր մեծ հաշվով։ Ես շատ լավ մարզավիճակում էի, ես հավաքներից եմ վերադարձել այստեղ, մարզավիճակս լավ էր, դրա համար կարողացա այդքան շատ միավորներ վերցնեմ ու իմ համար շատ կարևոր էր, որ Հայաստանում շատ գեղեցիկ գոտեմարտ ցույց տա երկրպագուների համար։ Ճիշտ է, սա սպարինգ էր, բայց Եվրոպայի առաջնությունից առաջ նաև կար ռիսկ վնասված ստանալու, դրա մասին մտածել էիր։ Դրա մասին մտածել եմ, դրա համար բոլոր կանոնները պահած ազատ ոճի իմ շամարտոյի կանոններով էին կպնում։ Տպավորիչ հաղթանակ տոնեց նաև կարատեի տարբեր վարկածներով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձած Կամո Ունանյանը։ Իրանի ներկայացուցիչի հետ պայքարում նա նախ ձախ ոտքի հարվածով տապալեց մրցակցին, ապա խեղդող հնարքով մենամարտը հասցրեց հաղթական ավարտի։ Զրուցակիցս Կամո Ունանյանն է, որը կարատեի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է, բայց արդեն 8-րդ անգամ ուժեն է փորձում MMA-ում եւ ունի 8 հաղթանակ։ Կամո, այս անգամ հաղթանակը բավականին արագ ստացվեց։ Հիասթափված ես։ Հիասթափված չեմ, որովհետեւ նաեւ միջև այս մարտերը նաեւ երկու մարտ եմ ունեցել, որ էլի արագ է ստացվել։ Այդ երևի դրանից է իմ այդ տեխնիկայից, որ ձեռք, ոտք, միայն ձեռք չէ էլի, տարբեր հարվածներ եմ օգտագործում եւ բավականին լավ է ստացվում այդ հարվածները հասցնելը։ Նկատեցի ձախ ոտքիդ հարվածը մրցակցին հանեց հունից։ Այո, նման դեպք էլ եղել էր Կիրգիզիայում 2024 թվականին, այնտեղ էլի ոտքով հարվածեցի, ինքը հետ գնաց ու արդեն շարունակեցի։ Անկեղծ ասեմ, մրցակիցս MMA-ում ինքը ուժեղ բոքսյոր է եւ բոքսում ռեզուլտատներ ուներ, MMA-ում մի քանի բոյներ անցկացրած, ուղղակի մի շաբաթ առաջ եմ ընդունել այս հրավերը, ինչ պլանավորել ենք ստացվեց։ Կամո, հաղթանակ շնորհավորում ենք, բայց քեզ քչերն էին սպասում տեսնել ութանկյունում, հատկապես վերջին վիրահատությունից հետո։ Սա ռիսկ չէր կրկին սպորտ վերադառնալը։ Հավատա Արամ ջան, ռիսկ էր։ Մեծ ռիսկ էր, որովհետև եթե ես ընկնեմ շատ վատ ձևի կարող այնտեղ ջարդված կելի ունենամ, բայց առանց սպորտ չեմ կարող ապրեմ։ Ապրիլի վերջ Գերմանիայում եմ մրցում ունենում, հետո մայիսի 30-ին Mix Fight, այդտեղ MMA-ի բույմ այս տարի շարունակելու եմ։ Մրցակից հետ կշռման արարողության ժամանակ այսպես էր անում, եսի մինչեր էր անում, դա դեր խաղաց։ Սովորաբար ով որ տես շատ է խոսում, գիտենք էլի որ իրենց մոտ չի ստացվում։ Կամո, եւ այսքան շատ հայ երկրպագուներ, այսքան մեծ էմոցիաներ, սա որքանով է կարևոր մարտիկի համար Հայաստանում այսպիսի մեծ մրցաշարում, այսպիսի էմոցիոնալ տրիբունաներում ելույթ ունենալ։ Արամ ջան, եթե ճիշտ ասեմ, ինձ ավելի շատ խանգարում է։ Չէ, լավ է որ իրան գալիս են երկրպագում են, բայց ոնց որ ճնշումը շատ է, էլի այդ պատասխանատվությունը մեծ է, ես ավելի հեշտ եմ ուրիշ երկրներում մենամարտում, քան ստեղ։ Հետի փորձը ցույց է տվել, այտենց որ իմ համար այնտեղ այտենց պատասխանատվությունը այդքան մեծ չի, բայց դե իհարկե հաճելի է որ այդքան մարդ գալիս է ու բաժշկա է անում։ Եվ վերջին հարցս, ամեն դեպքում տարիքդ էլ փոքր չէ, բավականին հասուն ես, բավականին շատ մենամարտեր, բավականին շատ հաղթանակներ, որն է լինելու այն կետը, որ մարզակոշիկները կախես մեխից։ Ամեն տարի ասում եմ, այս տարի վերջինն է, բայց դե չեմ կարող, էլի ուզում եմ պարապեմ, էլի ուզում եմ նորանոր հաջողություններ ունենամ, էլի ուզում եմ պատմություն կերտեմ, սենց ասեմ, թե կարատեում, թե MMA-ում իհարկե շատ ուշ սկսեցի, բայց ինչքան կարողանամ, այնքան կուզենամ լավ արդյունքներ ունենամ ու ուրախացնեմ մեր ազգին։ Իր մենամարտը ժամանակից շուտ ավարտեց նաև արցախցի Դավիթ Խաչատուրյանը։ Նա մրցակցին նույնիսկ հնարավորություն չտվեց զգալ ութանկյունը։ Նշել էիր, որ
ամեն ինչ անելու ես հաղթանակի համար, լավ պատրաստ ես ու վարկյան անգամ կասկած չկա հաղթանակի համար։ Արդյոք այն ինչ որ կար ներդրեցիր 8 անկյունում։ Իհարկե, ես մինչև վերջ ինչքան շատ եմ տանջվել, շատ լավ պատրաստություն է եղել։ Տրեյներ Արմեն Ղուլյանի գլխավորությամբ մենք մեր աշխատանքը արել ենք, փառք Աստծուն, հաղթանակի հասել ենք։ Մրցակիցդ կարծես պատրաստ չէր քո հարվածաշարին, որովհետև սկսեցիր հարվածաշարով ու հետո տարար նաև խեղդող հնարքի։ Մրցակիցս ուժեղ տղա է շատ, հետի կարող կողից երևա որ հեշտ է եղել, բայց այդ կարճ աշխատանքի, կարճ մենամարտի մեջ կա շատ երկար տարիներով աշխատանք, քրտնաջան աշխատանք։ Սա քո երկրորդ հաղթանակն էր Հայաստանում։ Տպավորությունները, զգացողությունները ռինգում 8 անկյունում Հայաստանի ու Արցախի դրոշը բարձրացնելու այդ զգացողությունների մասին կուզեմ խոսես։ Այսի մանավանդ Հայաստանի ու Արցախը դա իմ համար իմ սիրտս է ու ես շատ հպարտ եմ որ կարողացել եմ Հայ Պեպսի մրցաշարում, այսպիսի միջազգային լավ մրցաշարում բարձրացնել իմ Արցախի եւ Հայաստանի դրոշը։ Իդեպ հայ ֆայթինգի մենամարտերի հաղորդավարը ձյուդոյի Ռուսաստանի չեմպիոն աշխարհի գավաթակիր Լև Սարգսյանն էր, որը վերջերս մենամարտ էր ունեցել Բրազիլիայում եւ տհաճ իրավիճակում հայտնվել բրազիլացի մարտիկի հետ։ Լև, Բրազիլիայում դու շատ պատմախնդրորեն ներկայացրեցիր Հայաստանը շատ արժանապատիվ ձևով, բայց բրազիլացի մարտիկը իրան սրիկայի պես պայեց։ Խնդրեմ այդ մասին խոսես, ինչից ծագեց այդ խնդիրը ու հետո ոնց ինչ հանգուցալուծում ստացավ։ Բարև ձեզ ժողովուրդ, հայերեն լավ եմ խոսում, բայց ռուսերեն կպատասխանեմ։ В моменте, когда я начал разговаривать, он начал передразнивать и говорить неприятные вещи. Մամուլի ասուլիսի ժամանակ, երբ ես սկսեցի խոսել, նա ընդհատեց ու ոչ կոռեկտ բաներ ասաց։ Իդեպ մինչև մամուլի ասուլիսի սկսվելը ես նրան ասել էի, որ ես հայ եմ եւ մեզ համար նորմալ չի նույնիսկ շոու անելու համար միմյանց վիրավորելը։ Ու պայմանավորվել էինք, որ հարգալից ենք լինելու միմյանց նկատմամբ, բայց նա չպահեց պայմանավորվածությունը եւ ես հունից դուրս եկա։ Մնացածը կարծում եմ բոլորը տեսել են։ Դե ինչ չեմպիոնի հետ նավարտվեց, դուք տեսաք տպավորիչ հաղթանակներ ու բացառիկ իրադարձություններ։ Սպասեք մեզ, մեր եթերում լինելու են նոր չեմպիոններ։